Հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված ձեր խոսքում նախորդ հարցազրույցներում նշել էիք, որ ժամանակի ձգձգման խնդիրներ ունենք, նույնիսկ նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ իմանալն է դժվար։ Այս պահին ինչ խնդիրներ կան։ Ուրեմն մենք մինչև 2025 թվականի ավարտը 2025 թվականի կեսերից սկսած ունեինք բացասական տենդենսներ եւ շատ հստակ, մասնավորապես փակվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւ ադրբեջանական կողմը այլ այցելությունների հնարավորություն չէր տալիս, արհեստականորեն բացարձակ մեկուսացվածության պայմաններ ստեղծվեցին Ադրբեջանում պահվող բոլոր գերիների համար, ինչը ծանր անդրադարձ ունեցավ թե նրանց եւ թե ընտանիքների շրջանակում, բայց մեզ համար նկատելի է որոշակի փոփոխություններ 2025 թվականի աշնանը, հետաքրքրական է, որ Ադրբեջանը երկարատև դադարից հետո համաձայնություն տվեց եւ խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն մուտք գործեց Ադրբեջան, ընդ որում այս կոմիտեի մուտքի նպատակը ոչ միայն եւ ոչ այնքան հայ գերիներին տեսակցելն էր, որքան հենց Ադրբեջանի փակ հաստատությունների վիճակը մոնիտորինգի ենթարկելը, քաղբանտարկյալների հետ հանդիպումներ ունենալը, նրանց իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ գտնելն էր։